Այնուհետև Նարեկն ընտրել է Ալեքսի հարցը։ Ողջույն Նարեկ ջան, ինչպես միշտ Կիևից, եղբայր ջան, նախ ընդունի անկեղծ զորակցությունս քեզ եւ Վազգենին։ Նարեկ ջան, ըստ քեզ Սփյուռքը չպետք է խիստ ակտիվանա հենց եկեղեցու համար պայքարում։ Չգիտես ինչու շատ-շատերը կարծում են, որ եկեղեցին պատկանում է միայն Հայաստանում ապրող հայերին։ Ինչու ողջ աշխարհում հայերը չեն խաթարում իրենց երկրներում դեսպանատների աշխատանքը եւ լսելի դարձնում իրենց խոսքը։ Նարեկ ջան, իսկ կարող է մենք հենց այս ամենին էլ արժանի էինք։ Ալեքս ջան, ողջույն, շնորհակալ եմ զորակցության համար, բայց թույլ տուր հարցիդ հիմնական բովանդակությունից շեղվելով անդրադառնալ եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Ընդհանրապես այդ 8 եպիսկոպոսների դավաճանությունը Մայրաթորին եւ ամենայն հայոց հայրապետին ինձ մոտ զարմանք չառաջացրեց, բայց իր վնասարարությամբ ըստ էության կազմալուծման է տանելու եկեղեցին, որովհետեւ այդտեղ արկա անուններն ու դրանց ետևում թաքնված կենսագրությունները որևէ դրական նշույլի հույս չի տալիս։ Այս ամենի մասին մենք, ես եւ Վազգենը խոսել ենք դեռ հունիս-հուլիս ամիսներին եւ ասել ենք, որ կաթողիկոսի գործելավոճը բերելու է եւ հանգեցնելու է այս իրադարձություններին։ Ռեժիմը ի հակադրություն եկեղեցու եւ ինդիմադիր ուժերի քաղաքական նպատակադրումներում ավելի հետևողական է, դրանց հասնելու գործիքակազմը կիրառում է ամբողջությամբ եւ չունի որևէ ռեսուրսային սահմանափակում։ Ես առավել քան վստահ եմ, որ ներկայիս ընդդիմությունը եւ առավել եւս եկեղեցին այս աղետը կանխելու ռեսուրսներ ունեին, բայց ավաղ եկեղեցու հապաղելու արդյունքում անգամ ամենալավ ընդդիմությունը իզորու չէր լինելու կանխել այս աղետը։ Դու պատկերացրու Կճոյանն ու Քյարամյանը խոսում են կաթողիկոսի կանոնականությանը հետևելուց եւ Արշակ Սրբազանի կուսակրոնության ուխտը խախտելուց։ Այդ նույնն է, որ Նիկոլը խոսա Արցախն ազատագրելուց, իսկ Ալենը համարվի երևանցի լավ տղա եւ հայկական ավանդական ընտանեկան արժեքների ջատագով։ Հիմա այս ամեն ինչից հետո խոսալ Սփյուռքի ակտիվության կամ ներգրավվածության մասին կարծում եմ շատ նաիվ է ու ոչ արդյունավետ։ Կարող ենք խոսել առհասարակ մեր երկրում հեղափոխական, քաղաքական եւ քաղաքացիական պայքարի մշակույթի բացակայության մասին, որն էլ իր հերթին փոխանցվում է հանրային լայն շերտերին ու տոտալ անհնազանդության եւ վերածվում փողոցային գործողություններով որևէ հաջողության հասնելու հեռանկարը։ Մի խոսքով ես վստահ եմ, որ մեր հայկական ներքաղաքական կյանքում նոր, ավելի կարող ու ավելի համարձակ օրակարգ ձևավորողներ եւ այդ օրակարգերն իրականացնողներ են հարկավոր, որոնք կան հաստատ այսօր գործող ընդդիմադիր հիմնական ուժերի շարքերում, բայց իրենք այդ շարքերի ետևից են քայլում։ Խնդիրն ավելի գլոբալ ու ավելի համակարգային եմ ես պատկերացնում։ Ալեքս ջան, դրա համար հարցի պատասխանն այսպիսին ստացվեց։ Բացի այդ, ես էլ գրում եմ իմ ձեռքով ու անկեղծ հոգնում եմ այսքան գրելուց, դրա համար մաքսիմալ հակիրճ եմ պատասխանում։ Իդեպ, իմ ասածներն ավելի խորքային եւ պատկերավոր պատկերացնելու համար խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ Սրջա Պոպովիչի A Blueprint of Revolution գիրքը, ինչն այս օրերին սիրով կարդում եմ ես։